Քոչարյան երեկվանից մեծ աղմուկ է բարձրացել Սամվել Կարապետյանի անձի շուրջ, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը ի սկզբանե փորձում էր ներխուժել նրա բնակարան, սակայն չհաջողվեց ներխուժել, բայց վերջինիս տարան ամեն դեպքում։ Խնդրում եմ այս թեմայի շուրջ ասել, թե ինչ պետք է սկզբում աներ ընդդիմությունը, որ այս ամենը չհասներ այս կետին, որում հիմա մենք ենք։ Ես ընդդիմությունը սկզբում երբ նկատի ունեք, եթե նկատի ունեք 3 չառաջորը, ապա ես չեմ կարող ասել ինչ պետք է աներ։ 7 տարիների ընթացքում 7 տարիների ընթացքում պետք է իրար չուտի ընդդիմությունը եւ հասկանա, որ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի եւ վաղ թե ուշ, եթե նրանք առանձին են լինում, հա, հասնելու է ցանկացածին։ Կարծում եմ ընդդիմությունում ոչ ոք նորաձև կրթված չէ, այլ կրթված են հին ձևերով եւ հայտնի առակը, որտեղ հայրը տղաներին ցույց է տալիս, հա, այդ հայտնի փոքր ճյուղերի պատմությունը, որ առանձին ճյուղերը ոնց կարելի է ջարդել, իսկ միասին դա հնարավոր չէ, այդ առակը պետք է որ իմանա։ Այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմությունը ոչ մի կերպ դասեր չի քաղում։ Բայց կքաղի ի վերջո, թե ոչ։ Ես չեմ կարող ասել, հարցրեք իրենցից։ Ես չեմ կարող ասել։ Այս պահին չի երևում, որովհետև անգամ եկեղեցու հետ կապված հարցերին, որը կարծեք թե պետք է որ համայն հայության խնդիր լինի եւ ոչ թե ներքաղաքական, հա, այսինքն քաղաքականությունից վեր լինի այդ խնդիրը, ես չտեսա միասնական մոտեցում քաղաքական ուժերի, անհատների, մտավորականության եւ այլն։ Այս պահին չեմ տեսնում, կհասնի, չի հասնի, ես չգիտեմ։ Այս ամենը ինչ եք կարծում, ինչից հետո սկսվեց Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո, երբ պաշտպանում էր եկեղեցուն։ Հա, անմիջապես հետո սկսվեց բավականին անհասկանալի եւ ոչ ադեկվատ ռեակցիա, հա, ասենք 17 տարեկան պատանուն ավելի շատ բնորոշ ինչ-որ հիստերիկ եւ պանիկայի մեջ ընկած փողոցային բառապաշարով գրառումներ, ինչը մի կողմ եթե դնենք ամեն ինչը, խոսում է նրա մասին, որ չես հասկանում կա վախ դրանից, թե պարզապես կա ոչ ադեկվատություն, որովհետև այնուամենայնիվ երկրի առաջին դեմքը նման ինտենսիվությամբ սոցիալական ցանցերում եւ նման բառապաշարում եւ երբ ինչ-որ բաներ է գրում, դու հասկանում ես, որ այդ մարդը չի կարող ադեկվատ լինել։ Դուք անդրադարձաք Փաշինյանի գրառումներին, նա իր Facebook-յան էջում հայտարարել էր, որ հեծի աշխատակիցները չմիանան բողոքի ակցիային, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ինչ-որ ակցիաների չմասնակցեն եւ այլն, բայց Փաշինյանը մոռանում է, որ 18 թվականին Տաշիր գրուպի աշխատակիցները, հեծի աշխատակիցները դուրս են եկել փողոց։ Ինչ եք կարծում, պետք է միանան, թե ոչ, եւ Եվս մեկ հարց եմ ուզում հնչեցնել, ինչու չեն միանում բոլոր այն մարդիկ այս բողոքի ակցիաներին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, որոնց համար բարեգործը մեծ լավություններ է արել։ Տեսեք, նախ Նիկոլ Փաշինյանը ամենևին չի մոռացել, որ 18 թվականին դուրս են եկել եւ ինքը շատ լավ հասկանում է դրա ուժը, հենց դրա համար էլ կոչ է անում, որ դուրս չգան, որովհետեւ հասկանում է, որ դա կարող է իր համար հետո վատ վերջանալ։ Ինչ վերաբերվում է նրանց ում համար արել է, ես կարծում եմ բոլորը սպասում են ինչ-որ կոչի, հա, որովհետև այնուամենայնիվ այդ ինքնաբուխ նման բաները չեն լինում, մարդիկ պետք է իմանան ուր գնան, որ ժամին գնան, երբ որ կլինի դա կազմակերպված, ես կարծում եմ շատերը դուրս կգան, չեմ կարող ասել, որ փողոցները կողողվեն, բայց ամենայն դեպս շատերը դուրս կգան։ Իսկ աշխատակիցների պահով ինչ կասեք, արդյոք նրանք պետք է միանան, թե ոչ։ Նույն եմ ասում, եթե նրանք էլ ստանան, չեմ էլի կրկնում եմ, կլինեն, դա աշխատանքային ինչ որ կարող է դժգոհներ լինեն, բայց մեծ մասը կարծում եմ դուրս կգա։ Այս պարագայում եկեղեցին ինչ պետք է անի, արդյոք պետք է շարունակաբար լռի, թե ոչ։
եկեղեցին կարող է հանդես գալ նույն Սամվել Կարապետյանին, հա, պաշտպանելու կոչով, ինչ վերաբերվում է իրեն ուղղված այդ հայտնի վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մեղադրանքներին, ինքը չպետք է պատասխանի, չպետք է մտնի այդ օրակարգի մեջ, եւ ճիշտ է անում, որ չի մտնում։ Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հեռացվել է աշխատանքից։ Ինչ եք կարծում, կապ ունի այս հեռացումը 3 տեղի ունեցածի հետ, քանի որ կա կարծիք, որ հնարավոր է Աբազյանը կատարած չլինի Նիկոլ Փաշինյանի որևէ հրահանգ։ Կարծում եմ անմիջական կապ ունի, թեև նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ է աշխատել հիմա ժամանակն է հանգստանալու, այդ առումով ես կարող եմ ասել, որ ինքը ավելի շատ է աշխատել Աբազյանից եւ վատ չի լինի, որ ինքն էլ հանգստանա մի քիչ, շատ է հոգնել։ Համենայն դեպս իր ռեակցիաները Facebook-ում ցույց են տալի, որ ինքը շատ հոգնած է։ Ի վերջո այս ամենը տեսնելով, ինչի սպասենք, արդյոք սա է այն վերջը, որին ձգտում են այդքան։ Ովքեր են ձգտում։ Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարծում, որ սա է, որովհետև ես կարծում եմ դեռ զարգացումներ կլինեն, ինչպես կավարտվի ու մոկտ ինչ եմ կարող ասել, բայց կարծում եմ զարգացումներ կլինեն։